Ազգային փոքրամասնությունները մեր երկրում օգտվում են իրենց մայրենի լեզուն սովորելու, ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու իրավունքից, իսկ նվիրյալները զբաղվում են էթնիկ մշակույթի պահպանման և զարգացման գործով, ինչպես օրինակ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ազգության պասորի Ռազմիկ Խոսրոևը։ Շատերը կան, որ չեն հիշում իրենց մանկությունը, բայց ես շատ լավ եմ հիշում, ես նույնիսկ հիշում եմ ինձ օրորոցի մեջ պարկած և 7 գեղեցիկ աղջիկներ աչքերիս առաջով գնում էին գալի, նրանցից մեկն էր ինձ կուրս տալի, հետո ես պիտի մի քիչ մեծանայի ու հասկանայի, որ դա իմ մայրն է, բոլորը հրաշալի, գեղեցիկ, մեծ աչքերով, ամբողջ վեդին հենց տեսում էր քույրերիս, ասում էր, սրանք ասորի կարոյի աղջիկներն են, այս ասորի բառը զարմանալիորեն միշտ հետևել է ինձ, հետո հայրս եկավ բանտից, որին չգիտեմ ինչի ես չէի սիրում, երևի նրա համար, որ ճաղատ էր, մորուք ուներ ինձ նման և երկար պեխեր, չգիտեմ, շատ երկար ժամանակ, քանի որ նա ինձ չէր տեսել, ես էլ նրան չգիտեի, շատ դժվարությամբ էր կայանում մեր մերձեցումը։ Գնացի դպրոց և զարմանալիորեն հենց առաջի դասի ժամանակ ուսուցչուհին ասեց, տես ասորի տղային ասեք, թող առաջ գա նստի։ Նորից այդ ասորի բառը, դու գիտեք հետո այնքան ատելի դարձավ ինձ այդ բառը ասորի, որ ես մեր հորից բողոքեցի, պապ ասի, ինչ են անդադ մեզ ասում ասորի, բոլորին ասում են անուններով, իհարկե ես մտածում էի, որ դա ազգային խտրականություն է, չէ, դա ազգային խտրականություն չէր, ուղղակի ընդունված էր, որ այս ընտանիքը ասորիներ են։ Հայաստանում ասորի բնակչության պատմությունը 1800-ականների սկզբներից է հիշատակվում։ Հայաստանում ասորիներն ապրում են հիմնականում գյուղական բնակավայրերում, Արարատի, Կոտայքի մարզերում։ Այսօր Հայաստանում մոտ 3000 ասորի է ապրում։ Իմիջայլոց ասեմ, որ ես այն դերասաններից չեմ, որոնք մանկուց երազել են դերասան դառնալ, որովհետև ես չգիտեի դա ինչ բան է, չգիտեի նաև այդ մասնագիտության մասին, որովհետև վեդին այս ժամանակ փոքր գյուղ էր, նույնիսկ երաժշտական դպրոց չունեին։ Ես 20 տարեկանում առաջի անգամ հեռուստացույց եմ տեսել, պատկերացնում եք, էլ ինչ խոսք են մասին, թե ես մանկուց կարող էի երազել, որ ես դերասան դառնամ։ Պոլիտեխնիկական ներկայիս ճարտարագիտական համալսարանը բարեհաջող ավարտելուց հետո աշխատանքի էր անցել Արփա Սևան թունելի շինարարությունում, բայց կյանքն այլ ընթացք էր կանխատեսել խարիզմատիկ արտաքինով և ձայնով, արտիստիկ տվյալներով ասորու համար։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում տասնյակ դերերից հետո 1997 թվականից Խոսրոևը Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմում է ընդգրկվել։ Իմ դերասան դառնալը ավելի շատ պատահականությունների վրա է հիմնված։ Պատահական, որ ես անցա այս շենքի կողքով, պատահական, որ շատ պատահական ես հանդիպեցի փողոցում այնպիսի մի մեծության, որի մասին ընդհանրապես չգիտեի, Վարդան Աճեմյանը, որը ինձ ընդունեց ստուդիա սովորելու։ Ես չգիտեի, բայց հետո այս բեմում, երբ տեսա հայ մեծերին Ջանիբեկյան, Փափազյան, Խորեն Աբրահամյան, Մետաքսա Սիմանյան, Ֆրունզիկ Մկրտչյան, նրանցից ամեն մեկը մի կրթական դպրոց էր ինձ համար։ Ես ավելի շատ զբաղվեցի ինքնակրթությամբ։ Ես զգացի, որ դրա պահանջը կա։
բայց ամեն հանդիպում դա ինձ համար շատ մեծ դպրոց էր։ Դրա համար ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենքը, ես խաչակնքում եմ եւ ձեռքով անպայման կպնում եմ, հպում եմ ձեռքս պատին, որովհետեւ սա իմ տունն է։ Ինչ գեղեցիկ հարդասենյակ է, պարոն։ Հատկապես դիմակները շատ գեղեցիկ են։ Այո։ Եվ քանի տարվա հարդասենյակ է գրիմանոցը ձեր։ Բավականին երկար, երևի մի 20։ Որպես դերասան կայացել եմ Կիրովականում, նախկին Կիրովականում, Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում եւ Վահե Շավերդյանն է եղել իմ վարպետության դասատուն, այսպես ասած։ Թեպետ ես նրա կուրսը չեմ ավարտել, բայց նրա ձեռագրով եւ նրա աշխատանքով եմ դարել, կայացել։ Որովհետեւ Վանաձորով ես խաղացել եմ հրաշալի ներկայացումներ, այնպիսին, ինչպեսին, ասենք, Ռիչարդ II ամբողջ սովետական միությունում առաջի անգամ բեմադրվեց Վանաձորում։ Այնպիսի ինչպես դավաճանություն, Չեխովյան, ես այնպիսի դերեր եմ խաղացել Վանաձորում, որ դա մի ամբողջ մի դերասանի կենսագրության համար նույնիսկ շատ է։ Մեր թագավոր եմ, բայց ինձ դավում են, եւ նախանցում եմ ես մուրացիկին դառնում եմ աղքատ։ Սակայն սոսկալի կարոտությունը ինձ հորդորում է, որ լինելն ավելի լավ է։ Պարոն Խոսրոև, իսկ ինչ դերեր են այստեղ կերտվել, այս սենյակում նախապատրաստվել։ Այստեղ ես ուրեմն կարող եմ այստեղ նշել Երևանում իմ ունեցած թատերական, այսպես գործունեությունը, դա Կալիգուլայի Շերեան էր, որը միանգամից աչքի ընկնող կերպարներ էին, դա Ոչիր եւ պատժի Մալմելադովը, աղջկա հայրը, Լևոն Շանթիհին աստվածները։ Մի խոսքով ես բազմաթիվ դերեր եմ խաղացել այստեղ։ Եվ տարբեր ռեժիսորների բեմադրության մեջ, ոչ մենակ Վահե Շավերդյանի, այլ նաև Տիգրանի, մյուսների, եւ ամենավերջին լավագույն դերերից մեկը, որ ես համարում եմ լավագույն ստացված, դա Ռիչարդ III թագավորն է։ Հանկարծ գործում են մի ապշիր ոչիր, եղծաներով մեր փրկչի ազնի պատկերը, դուք! Ինչյանալի, ինչ պարս ճակատ ունես շեյա, ինչ գերեցիկ է մեր մարդը։ Դուն մինակ չես մանչս կրուխըտ բարձր պահե։ Իհարկե ամեն դերասանի համար շատ կարևոր է ֆիլմը, որովհետև ֆիլմը մնացող արվեստ է, մնում է պատմության մեջ։ Ներկայացումները մի օրվա, նույն օրվա դալիճում նստած մարդկանց համար խաղացվող է։ Իսկ ֆիլմերը դրանք երկար տարիներ կարող են պահել։ Եվ ես ուրախ եմ, որ մի քանի իմ առաջի ֆիլմը եղել է Ուրես Մարդաստծո ֆիլմը, հայ ֆիլմում։ Իսկ Մոսկվայից ինձ պատվերներ էր գալի, օրինակ Բայուշե լյուդի, Չեչնայի պատերազմի մասին, որտեղ ես խաղում էի Մասխադովի հայրը, Բեկ Զաբրիլյանդը, որտեղ էլի հրաշալի դերակատարում է, Ացի, այնպես որ ես Մոսֆիլմում ավելի շատ եմ նկարվել այդ առումով, քան հայ ֆիլմում, բայց բազմաթիվ սերիալներ եմ խաղացել։ Ես մեծ պարտականություն ունեի այսօրի ժողովրդի հանդեպ, որովհետև այսօրիները, որ աշխարհին տվել են սեպագիր գիր ու գրականություն,
կանգնած են եղել քաղաքակրթության ակունքներում, աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, Շամիրամի այգեստանը եւ այլն, համարյա թե չէին շոշափվում։ Եվ ես որոշեցի հայ ասորական փոխհարաբերություններից ելնելով բեմադրել, ուրեմն նախ պիեսը գրեցի ասորուհին, պիես, որը բեմադրեցինք Արտաշատի Ամոն Խարաջանի թատրոնում, որովհետև դա իմ երկխոսությունն էր հայ հանդիսատեսի հետ։ Արարատի մարզի Վերին Դվին համայնքում 2 ասորական սրբատեղի կա՝ Մար Զայա մատուրն ու Մար Թումա եկեղեցին։ Դրանք հավատացյալ ասորիների սիրելի հավաքատեղիներն են։ Եվ ամենակարևորը, ես հանկարծ հասկացա, որ մի ժողովուրդ, որը չի երգում իր ազգային երգերը, չի աղոթում մայրենի լեզվով, չունի իր ազգային ծաղիկը, վարդան, ինչպես ասորիներն են ասում վարդը, եւ չունի իր պատմությունը, կործանման եզրին է։ 100 տարի Հայաստանի ասորիները չէին աղոթել մայրենի լեզվով, եւ չունեին ոչ հոգևոր հայտ, իմ պարտքը եղավ, որ ես Դվինում ես վերականգնեցի այդ եկեղեցին, որ այսօր համայն ասորիների համար դառել է սրբատեղի։ Ռաբիկ Աշեր, հիշում եք առաջին պատարագը, երբ մատուցեցիք արդեն վերաբացված եկեղեցում։ Ես սարկավագ եմ ձեռնադրվել 2004 թվականին եւ այդ ժամանակվանից ծառայում եմ եկեղեցում, իսկ 14 թվականին արդեն ձեռնադրվել եմ քահանա։ Բայց մասնակցել եմ առաջին անգամ պատարագի 2003 թվականին, երբ որ քահանա ունեցանք մենք Իրաքից, ով հիմա եպիսկոպոս է Բաղդադի թեմի առաջնորդն է, եւ մեզ համար շատ անսովոր էր տեսնել, չգիտենք թե ինչ է պատարագը։ Ճիշտ է, ես այդ ժամանակ դեռ փոքր էի, պատանի էի, բայց շատ հետաքրքիր էր եւ հենց այդ առաջին պատարագը կարելի ասել ինձ քաշեց դեպի եկեղեցի, որպեսզի ես նույնպես իմ կյանքը կապեմ եկեղեցու հետ։ Ինչ զգացողություններ ունեիք։ Չեմ կարող ասել, որովհետև դեռ այդ ժամանակ պատանի էի, փոքր էի, բայց շատ մեծ հետաքրքրություն կար, որովհետև առաջին անգամ էի լսում ասորենով աղոթք, առաջին անգամ էինք տեսնում պատարագ։ Մինչ այդ ես իհարկե տեսել էի պատարագ, մասնակցել էի պատարագի հայ եկեղեցում, բայց շատ մի ուրույն զգացողություն էր, որը որ չեմ կարծում հնարավոր է բառերով արտահայտել եւ նկարագրել։ Իսկ հիմա միայն ասորերենով է պատարագները մատուցվում եկեղեցի։ Այո, ասորական եկեղեցի միայն ասորենով է մատուցվում պատարագը։ Քարոզի ժամանակ, եթե տեսնում ենք, որ կան նաև ազգությամբ հայ հավատացյալներ, ովքեր որ այս գյուղից են եւ հաճախում են եկեղեցի, նաև քարոզի մի մասը, որպես իրենց համար էլ հասկանալի լինի, նաև հայերենով ենք քարոզում։ Ինչ դերակատարություն ունի եկեղեցին ասորի ժողովրդի կյանքում։ Ինչպես գիտեք, մենք դեռ Քրիստոսից առաջ կորցրել ենք մեր պետականությունը եւ այդպես ծրված ենք ապրել տարբեր տեղերում, մեծ դեր ունի մեզ համար եկեղեցին, առավել եւս այսօր, երբ ամբողջ աշխարհում են ծրվել ասորիները եւ Փարքասու, որտեղ որ կա ասորական համայնք, այնտեղ կա ասորական եկեղեցի եւ ասորական եկեղեցու շուրջ են համախմբվում մեր ազգակիցները, պահում են իրենց ունեն դպրոցներ եկեղեցունքից եւ կարողանում ենք պահել մեզ որպես ազգային միավոր։ 100 տարի
սովետական շրջանում ասորիները մայրենի լեզվով աղոթք չէին լսել։ Երբ առաջին անգամ բացվեց այս եկեղեցին, եւ մենք հրավիրեցինք Իրաքից հոգևոր հորը, մի քանի 6 հոգի էին պատարագին ներկա, որտեղ նրանք չգիտեին։ Հետո դարձավ երևույթ։ Այ հետո երբ սկսվեց մուտքը, որտեղ եկեղեցին դատարկ վիճակով եկեղեցի չի, իսկ այսօր փառք Աստծո։ Դվինում, Արզենիում մեր եկեղեցիները լիքն են, ամեն շաբաթ կիրակի պատարակներ են լինում, եւ այն էլ ամենակարևորը պատարակ, որը տրվում է Քրիստոսի խոսակցական լեզվով, արամերենով, այսա հետաքրքրում է ոչ միայն ասորիներին, այլ նաև հայեր են լինում, եւ կորցնել դա մենք 100 տարի կորցրել էինք, եւ այսօր ես ամեն անգամ, ամեն առավոտ աղոթում եմ Աստծուն, որ Հայաստանում գոյություն ունի արևելյան եկեղեցի, սա այն բացն էր, այն թուլությունն էր, որը մենք կարողացանք վերականգնել։ Ռազմիկ Խոսրոևը ծնվել է Գյոլայսորում եւ իր հիմնական կյանքը ապրել է Երևան քաղաքում, Վանաձորում, հետո արդեն Երևան քաղաքում եւ հայկական միջավայրի հետ է շփվել ավելի շատ, բայց դա չի խանգարել, որպեսզի իր մեջ այդ ազգասիրությունը դեպի իր ազգային մշակույթ, սերը դեպի իր ազգային ինքնություն, հարգանքը պահպանվի եւ փոխանցի իր զավակներին, իր ընկերներին, իրեն բոլորը ճանաչում են որպես ասորի ռազմիկ։ Եվ իր ընտանիքից մենք ունենք նաև մեկ այլ շատ նշանավոր անձ մեր ասորական համայնքի համար, Անահիտ Խոսրոևան, ով ցեղասպանագետ է, միջազգային մակարդակի գիտնական է եւ իրենց կարելի ասել, որ աշխարհի բոլոր ասորիները ճանաչում են։ Գոնե պարոն Խոսրոևին կարող են վստահաբար ասել, որ շատ քիչ ասորի կա, որ չի ճանաչում իրեն։ Դե Հայաստանի ասորիների մասին չասեմ, որ բոլորը ճանաչում են Ռազմիկ Խոսրոևին։ Երբ որ իրեն տեսնում են հեռուստացույցով, մեր ասորիները հպարտանում են, ուրախանում են, մատնացույց են անում, որ տեսեք, մեր ասորին խաղում է հայկական ֆիլմերում կամ թատրոնում եւ այլն, շատ մեծ մշակութային գործիչ է մեզ համար եւ շատ արժեքավոր անձնավորություն է Ռազմիկ Խոսրոևը։ Գիտեք, Ռազմիկ Խոսրոևը կարելի ասել, որ Հայաստանի ասորական համայնքի այցեքարտն է։ Երբ որ մեզ հարցնում են Հայաստանում, օրինակ ազգությամբ հայերը հարցնում են, թե ով ունեք հայտնի ասորիներից Հայաստանում, առաջին անունը, որ մենք տալիս ենք, դա Ռազմիկ Խոսրոևն է, եւ մենք իրենով հպարտանում ենք։ Մի այդպիսի բան էլ կա, եթե օրինակ երեխաները մի քիչ այդպես դերասանական կարողություններ ունեն, փոքր ժամանակ, եթե մի փոքր դերասանություն են անում, ասում ենք երկրորդ Խոսրոևն ա ծնվել, գիտեք, մեզ համար շատ մեծ նշանակություն ունի Խոսրոևի լինելը եւ մենք աղոթում ենք, որ դեռ երկար տարիներ վայելենք նրա ներկայությունը մեր մեջ, որտեվ Ռազմիկ Խոսրոևը շատ մեծ հեղինակություն է մեզ համար եւ պարծանքի առարկա է։ Բոլորը Ղարաբաղյան պատերազմի հերոսներ են, ազգությամբ ասորիներ, որոնք զոհվել են ոչ միայն Հայաստանի, այլ նաև իրենց երկրի համար։ Եվ պատահական չի, որ սա այնպիսի մի սրբատեղի է, որ ուզած ասորի աշխարհի որ անկյունից որ գալիս են, նրանք գիտեն, որ այս պատերազմի ժամանակ մենք 12-13 զոհեր ենք տվել, երիտասարդ, այնպիսի հրաշալի տղաներ, երբեմն հարց է ծագում ինչի, երբ իրենց ես հարցնում, ասում են հանուն հայրենիքի, մեզ չէին կանչում Ղարաբաղյան պատերազմին,
Սա ինքնաբուխ պատերազմին մասնակցած երիտասարդներ են բոլորը, որի առաջ խոնարհվում են բոլոր ասորիները, ինչու՞ չէ, նաև հայերը եթե անցնում են Դվին գյուղով, որտեվ Դվինը մեզ համար ոչ միայն եկեղեցի, այլ նաև սրբատեղի նման բաներ է։ Շլամ ալոխուն ախունի։ Փշենա թեյետուն։ Էս ինչ է սարքում, արա, էս ինչ է։ Զբաղվում եմ մերի, տենամ ես։ Ուդա քամանչայ եմ սարքում, ուդամ սարքում։ Ասինքան անում ես այն ինչ որ դու կարող Ինչ անում որ ես։ պետք է անեմ, հա։ Իմ աշխատանքն է, իմ գործն է, Ռազմի ջան։ Հələ մի հատ նայեմ, հա։ Խնդրեմ, Այսքան առանձին հավաքել։ հավաքած է։ Այս რა նման է, եւ բայց ուրիշ է մեկ։ Սպասի, յանի պրստեմ։ Արի գնանք նստենք, հա, գործ ունեմ։ Հալո նկարում են հալա։ Արի։ Հա դգնասինք, գնամ դավասվեմ։ Ես կարող ասեի ասորիները երաշտական ժողովուրդ են։ Մեր Հայաստանում 3-4 հատ յուղ կա, բոլորն խմբեր են ունեցել, երկիպարի անսամբլներ ունեցել, քանի որ մի երկու խմբի ղեկավար ես եմ եղել։ Իսկ երաշտական ընտանիքն է, մեր ընտանիքը երաշտական ընտանիք է, որովհետև մոտ 30 հոգի է մեր ընտանիքը կոչվում, 5 աղբեր իրանց երեխա կողքերներով, բոլորն էլ երաշտական կրթություն ունեն։ Աղբերս 25 տարի աշխատել է երկիպարի պետական անսամբլում որպես դուդուկահար։ Այն մյուս աղբերս էլ կլարնետահար է, քուրս էլ է երգում։ Մեր երեխա կթորները բոլորը նվագողներ են։ Ասորիները գոյատևում են նաև իրենց երկի բարի շնորհիվ եւ փառք Աստծո, որ երևի Աստված տեսել գնահատել է մեզ եւ այսպիսի մեր ազգի մեջ հրաշալի ընտանիք կա, Սադոյև եղբայրները եւ նրանց տղաները, հիմա թոռները, մի ամբողջ ընտանիք, որոնք աշխարհով մեկ ներկայացնում են ոչ միայն ասորական երաժշտությունը, այլ նաև հայկական, որովհետև ի վերջո ինչ ուզում է լինել նրանց մեջ հայրենիքի գաղափարը, գենը դա Հայաստանն է։ Հազարամյա պատմություն ունեցող ասորիները առանց պետականության պահպանել են լեզուն, մշակույթն ու եկեղեցին ազգի նվիրյալների միջոցով, որոնցից մեկն էլ Ռազմիկ Խոսրոևն է։